Ընդհանուր առմամբ պատերազմները, զինված կոնֆլիկտները, այդպես այն ամենը, ինչ որ կապված է բռնության եւ ուժի դեմ, հատկապես մասսայական, շատ մեծ ազդեցություն ունեն հասարակությունում այդ առնականության, ֆեմինինության ընկալումների վրա, դրանց ձևավորման, վերափոխման, փոխակերպման վրա։ Նաեւ մեր պատերազմից զատ աշխատանքի շրջանակներում ուսումնասիրել ենք նաեւ ԱՄՆ-ի փորձը եւ Սերբիայի փորձը։ Երկու դեպքում էլ ակնհայտ երևում է ուսումնասիրություններով, որ պատերազմները շատ զգալի ազդեցություն են ունեցել թե հասարակությունում գենդերային պատկերացումների վրա, թե մեդիայում, հա։ ԱՄՆ-ի դեպքը եթե նայենք երկրորդ համաշխարհային պատերազմի մասով, մինչ այդ շատ ցածր է եղել կանանց աշխատելու մակարդակը։ Այդպես շատ բավականին ավանդական դերեր եւ սպասումներ կային կանանցից, հիմնականում տնային տնտեսուհի որպես եւ մեդիան նույնպես, հա, այդ նարատիվը խրախուսում էր, սակայն երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմը սկսեց եւ տղամարդիկ ռազմաճակատում էին, արդեն այդպես պետության կողմից արշավ կազմակերպվեց մեդիայի միջոցով, որտեղ կանանց աշխատելն էին խրախուսում։ Եվ շատ կանայք սկսեցին աշխատել, հա, այն աշխատատեղերում, որտեղ նախկինում տղամարդիկ էին, ովքեր ռազմաճակատում էին հիմա, եւ դա այդպես բավականին մեծ ազդեցություն ունեցավ ամերիկյան հասարակության փոխակերպման վրա։ Պատերազմի ավարտից հետո իհարկե փորձում էին կանանց հետ տանել իրենց տեղը, սակայն այսպես գրքում գրված էր, որ թե հասարակությունը, թե կանայք արդեն հասկացել էին ինչ է նշանակում, հա, դա, երբ որ կանայք նույնպես կարող են աշխատել, իրավունք ունեն աշխատել եւ հենց այդ ֆոնին կապում են նաև դրա հետ, որ 60-70-ականներին ԱՄՆ-ում սկսեց ֆեմինիզմի երկրորդ ալիքը։ Սակայն օրինակ Սերբիայում հակառակ ազդեցությունն է եղել։ Հա, նշեմ, որ նաև Խորհրդային Միությունում նույնպես, հա, կանանց շատ իրավունքներ, հա, ազատություններ կապվում էին հենց պատերազմների հետ, նույն պատճառով, հա, որ տղամարդիկ ռազմաճակատում էին եւ աշխատուժը լրացնելու կարիք կար, այդպես զանգվածային խրախուսվում էր թե սոցիալական գովազդներով, թե մեդիայով կանանց աշխատելը տարբեր գործարաններում, ակտիվությունը, սոցիալականացումը, սակայն օրինակ եթե Սերբիայի օրինակը նայենք, այնտեղ հոդվածի հեղինակը նշում էր, որ պատերազմից հետո, Սերբիայի պատերազմը իհարկե Սառը պատերազմի ավարտից հետո էր, արդեն 90-ականներ, հակառակը տեղի ունեցավ, հա, այդպես բավականին ազատական, հա, կանանց իրավունքները բավականին այդպես պաշտպանված հասարակությունը հետընթաց ունեցավ դեպի անցյալի արժեքներին, հայրիշխանություն, պատրիոտիզմ եւ հետաքրքիր ձևով նշում էր, որ պատերազմը ավարտվեց, հա, փաստացի, բայց այն շարունակվում էր մեդիա դաշտում, հա, օրինակ ամբողջ ֆիլմերը շատ երկար ժամանակ պատերազմի մասին էին, այդպես ռոմանտիզացվում էր պատերազմը, նաև հեղինակը կապում էր մեդիայում առկա շատ բռնությունը եւ կնոջ այդ զոհի կերպարով, տղամարդուն բռնարարի կերպարով ներկայացնելը նույնպես հետպատերազմական ազդեցության հետ։ Եվ նշում էր, որ մինչև հիմա էլ դա հաղթահարված չի, հա, այդպես շատ ցայտուն է իրենց մեդիայում կինը որպես զոհ, անդադ բռնության ենթարկվող, տղամարդը որպես բռնարար։ Անդրադառնալով մեր իրավիճակին, մեր իրադրությանը, այսպես միտք առաջացավ, որ բացի ընդհանուր, հա, պատկերը նկարագրելիս, նաև հետաքրքիր կլինի հասկանալ, թե մեր կյանքում տեղի ունեցած այդ ցավալի իրադարձությունը, պատերազմը ինչպես է ազդել մեր մեդիայի վրա։ Եվ կային շատ հետաքրքիր բացահայտումներ, հա, մի քանի ժամանակային մասի ենք բաժանել այդ 300 հոդվածը, պատերազմից առաջ, բուն պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո առաջին տարում, երկրորդ տարում, երրորդ տարում եւ չորրորդ տարում։ Հետաքրքիր էր այն, որ բուն պատերազմի ժամանակ, օրինակ, հա, կանանց որպես աղբյուր ներկայացնելը ամենաբարձր տոկոսային ցուցանիշն ուներ, հա, այդ 5 տարիների ընթացքում։ Այսինքն կանայք ու տղամարդիկ հավասարապես ներկայացված էին որպես աղբյուր, ումից կարծիք են հարցնում, հա, որ կարող են ինչ-որ կարծիք արտահայտել պատերազմի մասին, իրավիճակի մասին, արտաքին քաղաքականության մասին, ռազմաճակատի մասին նույնիսկ, ինչը զգալիորեն գերազանցում էր պատերազմից առաջ եղած ցուցանիշը։ Այսինքն մեր հիմնական եզրակացությունն այն էր, որ պատերազմի ժամանակ մոբիլիզացվել էր ամբողջ ռեսուրսը, հա, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին, հա, ինչ-որ պարզաբանում տալ, լուսաբանել, տեղեկատվություն տալ, իրենք ներգրավված Եվ այդ մոբիլիզացիայի հաշվին կանայք հավասարաչափ էին ներկայացված։ Ներկայացված են օրինակ կին իրանագետներ, ադրբեջանագետ կին մասնագետ ունենք Տաթևիկա Հայրապետյան, կին քաղաքագետներ, հա, այսինքն փորձագիտական ներուժը կանանց մեր ամբողջ հասարակության այսպես մոբիլիզացված էր պատերազմի օրերին։ Սակայն պատերազմից անմիջապես հետո եւ առաջին տարում կար հետընթաց։
բավականին զգալի հետընթաց է, այսինքն պատերազմից հետո առաջին տարում կանանց թե քանակական ներկայացվածություններ նվազել, թե այսպես որակական պատկերների առումով, զգալի հետընթաց կար, օրինակ նաև մի բան, որը բավականին քիչ էր հանդիպում պատերազմից առաջ, եւ օրինակ 2023-24 թվականներին այդ պատերազմից հետո առաջին տարում կար, օրինակ կնոջը ներկայացնել ոչ թե որպես առանձին անձ, այլ ինչ որ մեկի բարեկամ։ Նաև շատ նվազել էր կանանց որպես աղբյուր հանդես գալու ցուցանիշը, շատ ավելացել էր նույնիսկ առցանց լրատվականներում, օրինակ կանանց արտաքին տեսքին վերաբերող հոդվածների քանակը։ Պատերազմից հետո երկրորդ տարում եւս կար նվազում, երրորդ եւ չորրորդ տարում արդեն աստիճանաբար սկսում էր հավասարվել եւ մի փոքր աճել, պատերազմից առաջ եղած իրավիճակի հետ։ Մեր դեպքում էլ, այսինքն տեսանք, որ պատերազմը ունեցել է ազդեցություն մեդիայում կանանց ներկայացվածության վրա, բայց այդպես, որ ասեմ, նարատիվների շատ կտրուկ փոփոխություն է եղել, ինչպես օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմը ազդեց մեդիայի վրա տարբեր երկրներում, այդպես չեմ կարծում։ Այսինքն մոտավորապես պատերազմից առաջ եղած իրավիճակում ենք որոշ ցուցանիշներով մի փոքր ավել։ Եթե նայենք օրինակ կանանց խոցելիության ներկայացվածությանը, այդ ցուցանիշը, խոցելի անձանց, թե կանանց, թե տղամարդկանց ամբողջ հետազոտության ընթացքում, այսինքն այդ 2020-ից մինչև 2024 թվականը ընկած ժամանակահատվածում չի գերազանցել 6%-ը։ Խոցելի թե կանեք, թե տղամարդիկ 6%-ի շրջանակներում են ներկայացված եղել։ Իհարկե, պատերազմի թե ընթացքում, թե հետո ավելի շատ են եղել, խոցելի կանայք, քան մինչև պատերազմը, բայց միևնույնն է, այդ ցուցանիշը չի ասի, որ շատ բարձր է եղել։ Կամ որ օրինակ ընդհանուր առմամբ կանայք են սկսել ավելի խոցելի ներկայացվել։ Ավելի հաճախ սկսել են ներկայացնել իհարկե, օրինակ տեղահանված կանանց, զոհված զինծառայողների մայրերին կանանց, բայց ելի ինչ որ դրական լույսի ներքո, որ օրինակ ինչպես են փորձում հաղթահարել այդ իրավիճակը, ինչպես են փորձում այդ կորուստը հաղթահարել, նաև ինչ որ ամենապես հերոսածին մայրերի կոնտեքստում է ներկայացվել, բայց այդպես գլոբալ առումով, որ կանայք ամբողջ ընդհանուր վերցրած կանայք պատերազմից հետո ավելի խոցելի են ներկայացվել, երևի թե չէ։ Ընդհանուր առմամբ, եթե նայենք թե միջազգային փորձին, թե մեր հետազոտության եզրահանգումներին, թե ինչպես կարելի է կանանց ներկայացվածությունը բարձրացնել եւ ավելի հավասարակշռված եւ արդար պատկեր տեսնել, մի քանի մակարդակներում կարող ենք նայել, Առաջինը դա օրենսդրական մակարդակն է, օրենսդրական դաշտը պետք է ունենա այնպիսի կարգավորումներ, որոնք ինչ որ առումով նաև կստիպեն մեդիայի ներկայացուցիչներին այդ պատկերն ապահովել եւ նաև միջազգային հետազոտությունները փաստում են, որ օրենքը ամենամեծ ազդեցությունն ունեցող գործոնն է լրագրողի վրա։ Եթե օրենքը պարտադրում է ինչ-որ բան անել, լրագրողը հակված է դրան հետևել։ Երկրորդ մակարդակը ռազմավարությունների մակարդակն է, այդպես քաղաքականության կամ ռազմավարության, որը նաև ՄԱԿ-ի գործակալություններից մեկը Հայաստանի Հանրապետության կառավարությանն էր խորհուրդ տվել, որ լինի մեկ միասնական ռազմավարություն, հատկապես թվային սեկտորի համար, դա կլինի թե առցանց մամուլը, թե նաև օրինակ սոցիալական մեդիան, որը էլի շատ անվերահսկելի է եւ էլի շատ կարծրատիպեր է այսպես ստեղծում, վերարտադրում, ձևավորում եւ նաեւ շատ կարեւոր է հենց համայնքի, թե խմբագիրների, թե լրագրողների, թե այլ մեդիա աշխատակիցների եւ ներկայացուցիչների այդ ներքին գիտակցումն ու մոտիվացիան, այս առումով շատ կարեւոր է, որ թե լինեն օրինակ դասընթացներ գենդերային հավասարության, թե ինչպես ճիշտ լեզվով ներկայացնել թեմատիկ ընտրությունը ինչպես կատարել լրագրողների համար, թե ներքին մոտիվացիայի բարձրացման, որպեսզի բոլոր օղակներում իրար փոխլրացնող մեխանիզմ ունենանք, որովհետև ինչպես նշեցի, առանց այսպես ջանքերի գործադրման, եթե թողենք ինքնահոսի, շատ դանդաղ է այդ process-ը առաջ գնում։ Շատ այդտեղ պետք են տասնամյակներ ուղղակի ինչ-որ բան որպեսզի կարգավորվի։ Վերջին տարիներին որոշ նախաձեռնություններ եղել են, օրինակ տեսալուսողական մեդիայի մասին օրենքում են եղել փոփոխություններ, վերանայվել է կազմը, խորհրդի կազմը, որ նաև կանայք ներգրաված լինեն, սակայն օրինակ այդ քվոտան հստակ նշված չի, ոչ թե 50-50-ը, այլ ուղղակի կանանց ներկայացվածության պահանջը, թե մեդիային առնչվող օրենքներում կան, այդ կետերը կանանց ներկայացվածության մասին, թե նաև գենդերի մասին օրենքում կա, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքում, ընտանեկան բռնության մասին օրենքում կան կետեր, բայց այսպես միասնական, որ իսկապես գործող միասնական ռազմավարություն ես չեմ տեսնում այս պահին։
եւ նաեւ այդպես երևի շահագրգիռ կողմերի, հա, այդ մեդիա դաշտի հետաքրքրվածությունն էլ կապ ունի, որը էլի այս պահին շատ չեմ տեսնում։ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը, որը այդպես հիմնական օրենքն է մեր մեդիա դաշտը կարգավորող, կանանց կամ գենդերին վերաբերող որևէ կետ չկա, նշված չէ։ Օրենքը 2004 թվականին է ընդունվել։ Կա օրենքի փոփոխության նախագիծ, որտեղ ներառված է մեդիայի ինքնակարգավորման համակարգի ներդրումը, որը ընդհանուր առմամբ կարող է նպաստել մեդիայի ինքնակարգավորման այդպես սոցիալական պատասխանատվության բարձրացմանը, սակայն կանանց ներկայացման վերաբերյալ առանձին դրույթ այստեղ էլ չկա։ Տեսալսողական մեդիայի մասին ՀՀ օրենքում վերջերս կարծեմ անցյալ տարի էր, էլի փոփոխության նախագիծ եղավ, որտեղ ընդունվեց խորհրդի կազմում կանանց ներգրավվածության պահանջը, սակայն այստեղ էլ նշված չէ այդ հստակ քվոտան, թե ինչ տոկոսով պետք է կանայք ներկայացված լինեն։ Կան որոշ կետեր կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքում, նաեւ ընտանեկան բռնության մասին օրենքում կան մեդիայում կանանց ներկայացնելու որոշակի պահանջներ։ Այլ քայլերը հասկանալու համար էլի հավելյալ հետազոտության կարիք կա մեդիա դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ, այս դեպքում մենք միայն կոնտենտն ենք ուսումնասիրել, սակայն նաև հարցազրույցների կարիք կա խմբագիրների հետ, լրագրողների հետ, որպեսզի նաև հասկանանք արդյոք իրենք այսպես ներքևից եկող փոփոխություններ ձեռնարկում են թե ոչ, այս պահի դրությամբ ինչ պատկերացումներ ունեն այդ հարցի վերաբերյալ։ Շատ կարևոր է մեդիայի բոլոր օղակների, բոլոր ներկայացուցիչների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացվածությունը եւ կամքը, այդ համաչափությանը եւ հավասարությանը հասնելու համար, սկսած լրագրողական կրթությունից, բուհերում, ոչ ֆորմալ կրթության ոլորտում, օրենսդրական փոփոխությունների ոլորտում, նաեւ ռազմավարական փոփոխությունների ոլորտում եւ միայն այս համակարգային մոտեցման դեպքում կարող ենք հասնել էական փոփոխությունների։